Սիրելիներս, ուզում եմ հարցնել, քանիսը ձեզանից հավատում են, որ Աստվածը ավելի բաներ ունի, քան այն, ինչին դուք ասել եք։ Իրականում հավատում եք դուք։ Փառքասուն այն ամենի համար, ինչ որ Աստված մեզ համար բացել է, ինչ որ Աստված մեզ սովորեցրել է, ինչի միջով մեզ տարել է, ու շատ դժվարությունների մեջ մեզ հաղթող է արել։ Բայց Աստված ունի մեզ համար ավելին։ Դավիթ իր սաղմոսների մեկում այսպես ասում. բարձրացրու ինձ այն վեմի վրա, որը ինձ համար անհասանելի է։ Այսինքն Աստված ունի մեզ համար բարձրուկ, Աստված ունի մեզ համար ինչ-որ մակարդակ, հոգևոր, մեր հավատքի համար, մեր աղոթքի համար, մեր սիրո համար, Աստված ունի ավելին։ Ու ով պիտի մեզ բարձրացնի, այո, Աստված պետք է բարձրացնի, ու այսօր ես ուզում եմ խոսել հենց դրա մասին, ինչպես է Աստված բարձրացնում։ Եթե դու ուզում ես, Աստված կբարձրացնի քեզ։ Այն վեմի վրա, որը քեզ համար անհասանելի է, բայց դա այնպես չէ, որ դու ուղղակի ասում ես, Տեր, ես ուզում եմ ու վերջ։ Երբ դու ուզում ես, դու պետք է ինչ-որ գործողություններ անես։ Դու պետք է ինչ-որ ներդրումներ անես, որ Աստված տեսնի, որ դու իրականում ուզում ես։ Ամեն։ Այստեղ իմ շուրջը ինչ-որ աղմուկ է։ Լավ, եթե դուք չեք լսում, եթե ձեզ չի խանգարում, ես էլ ուշադրություն չեմ դարձնի, շատ լավ։ Հիմա, սիրելիներս, ես իսակ ասեմ, ինչի մասին եմ ես այսօր խոսելու։ Ուրեմն մինչև անցնեմ խոսքին, ուզում եմ մի պատմություն պատմել մի երիտասարդի մասին, որ մի քաղաքում մի երիտասարդ է ապրում, եւ այդ երիտասարդը շատ է ուզում լինել հաջողակ։ Եվ ինչ որ անում է, իր մոտ չի ստացվում։ Բայց ինքը շատ է լինում ուզում լինել հաջողակ։ Եվ իր քաղաքում լինում է մի մարդ, արդեն տարեց մարդ, որը ունի հեղինակություն, որը ունի մեծ հաջողություն, ունի հայտնի հանրաճանաչ անուն, որը շատ հաջողակ, ու այս երիտասարդը միշտ մտածում է, ոնց անեմ, որ ես այդ տարեց մարդուն հանդիպեմ, որ ես մի հատ իրան հարցնեմ, օգնիր ինձ, սովորեցրու ինձ, այն գաղտնիքները, ինչպես ես կարող եմ լինել հաջողակ։ Ու մի անգամ այս երիտասարդը գնում է ձկնորսության եւ տեսնում է, որ մի քիչ հեռու իրանից այնտեղ նստած է հենց այդ տարեց հանրաճանաչ մարդը։ Ինքը շատ ուրախացավ, նայել է եկել ձուկ բռնելու։ Ու այս երիտասարդը մոտենում է իրան ու ասում է, պարոն, ես վաղուց եմ ձեզ ընտրում, ես գիտեմ, որ դուք մեծ հաջողությունների եք հասել, կսովորեցնեք ինձ, ցույց կտաք ինձ այն ճանապարհները, ինչպես ես հասնեմ հաջողությանը։ Ոյ պարոն ասեց, իհարկե, ոչ մի պրոբլեմ, մենա կանգնի ոտքի։ Նա ոտքի կանգնեց ու այս պարոնը հանկարծակի իրան բրդեց ու գցեց ջրի մեջ։ Նա որ ընկավ ջրի մեջ, այս պարոնը մազերից բռնեց ու ջրի տակ իրան սուզեց ու այսպես պահի ջրի մեջ։ Այս երիտասարդի համար շատ անհասկանալի էր, այս մարդը ինչ է ուզում ինձանից։ Ու նա անդադ ուզում էր այսպես բարձրանալ, որ օդ շնչեր, թափահարում էր ձեռքերով բաներով, բայց այս մարդը ամուր մազերից բռնած այսպես ջրի մեջ իրան պահում էր։ Մեկ էլ տեսավ, որ եթե մի քիչ էլ մնա ինքը կարող է խեղդվել, բարձրացրեց, նա մի քիչ շունչ քաշեց, նորից իջացրեց իրան, մեկ էլ նա նորից այդպես անհասկանալի ձևով թափրտում էր բաներ անում, ուզում էր օդ շնչել, սա իրան բարձրացնում է, նա ուշքի է գալիս ու այս տարեց մարդ իրան ասում է, այնպես ինչպես որ դու հիմա ուզում ես օդ շնչել, եթե դու այդպես ուժեղ ուզենաս հասնել հաջողությանը, դու կհասնես։ Պարզվում է, որ հաջողության գաղտնիքը շատ հեշտ է ու պարզ է, պետք է ուզենաս, նպատակ պիտի ունենաս և պիտի ուզենաս։ Հիմա ես հավատում եմ, որ Դավիթ թագավորը ինքը գիտեր, որ Աստված հոգևոր աշխարհում ունի տարբեր մակարդակներ։ Ու Կորինթացիս թղթի մեջ գրված է, որ Աստված մեզ տանում է հավատքից դեպի հավատք։ Այսինքն հավատքի մի մակարդակից դեպի մյուս մակարդակը, զորությունից դեպի զորություն, փառքից դեպի փառք։ Ամեն։ Այսօր որտեղ մենք գտնվում ենք, դա մի հավատքի կամ փառքի կամ զորության մակարդակ, բայց Աստված ուզում է մեզ տանել ավելին։ Ու այստեղ հարցը դու ուզում
գնա։ Եթե դու ուզում ես, ես հիմա կասեմ, որն է այն ճանապարհը։ Այդ ճանապարհը դա աղոթքն է։ Գիտեք, մենք շատերս աղոթքին մոտենում ենք սովորական ձևով, երբեմն մատերի արանքով, երբեմն որ ինձ մարդիկ մոտենում են ու ասում են պրոբլեմ ունեմ, ես ասում եմ դու աղոթել ես, հա դե աղոթել եմ, ու ես հասկանում եմ, որ իր աղոթքը շատ մակերեսայի ձևական թույլ գոհ աղոթք էր, որտեղ այն աղոթքը, որի մասին սովորեցնում է մեր Տեր Հիսուսը, այն աղոթքը երկնքներին հասնում է, ճեղքում տալիս է, փոփոխություն բերում է։ Այդ աղոթքը ես ասում, ուզում եմ այդպիսի աղոթքին ասել տեսի։ Դրա համար սիրելիներիս պատրաստեք, որ մենք պետք է բարձրանանք աղոթքի մի նոր զորությանը, մի նոր չափանիշի, ամեն մի նոր մակարդակի։ Ու եթե դու ուզում ես, դու պետք է ներդրում անես։ Եկեք հիմա բացենք Ղուկաս ավետարանի 18-րդ գլխից կարդանք մի առակ, որի մասին մեր Տեր Հիսուսը մեզ սովորեցնում էր։ Ուրեմն, Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի առաջին համարից մենք կկարդանք։ 18-ի առաջին համարից։ Եվ առակել ասեց նրանց, նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ։ Ուշադրություն դարձրեք, այս բաները ձեզ համար ծանոթ է, ինձ համար էլ է ծանոթ։ Ես նոր մարդ չեմ հավատքի կյանքի մեջ, ունեմ փորձառություն, բայց անկեղծ ուզում եմ ասել ձեզ, ինչքանով ես հասկանում եմ աղոթքի զորությունը, այնքանով ինձ թվում է, որ ես մինչև հիմա ոչ մի բան չեմ իմացել աղոթքի մասին։ Հասկանում եք, ես ձեզ նման աղոթող անձնավորություն եմ, բայց Սուրբ Հոգին բացում է մի նոր չափանիշ աղոթքի մեջ, ու Աստված ուզում է, որ մենք ինչպես Աստծո ժողովուրդ բարձրանանք, գնանք, դրա համար պետք է ջանք անենք։ Եթե ուզում ենք բարձրանալ այն վեմի, որ Աստված բարձրացնի, մենք պետք է ջանք անենք, ամեն, ու հիմա տեսեք ինչ ասում Հիսուսը, նա ասում է, պետք է ամեն ժամանակ աղոթք անել ու չձանձրանալ։ Հիսուսը չի առաջարկում ու ասում, գիտեք ինչ ժողովուրդ ջան, աղոթքը լավ բան է, եթե դուք ուզենաք աղոթել, լավ կլինի ձեզ, ոչ։ Նա չի առաջարկում, նա պարտադրում է։ Նա ասում է, պետք է աղոթք անել, պետք է։ Ամեն պետք է աղոթք անել։ Աղոթքը դա մի միջոց է, որի շնորհիվ մենք կարողանում ենք հպվել հոգևոր աշխարհին ու կարողանում ենք փոփոխություն բերել Աստծո հետ համագործելով։ Ամեն։ Հիմա տեսեք, ու մի բան էլ Հիսուս ասում է, պետք է աղոթք անել ու չձանձրանալ։ Չձանձրանալ։ Իզուր չէ, որ Հիսուս այս բան ասում է չձանձրանալ։ Չձանձրանալ ռուսերենում օրինակ ասում է չթուլանալ։ Անգլերեն տարբերակ ասում է տղամարդկություն, ոչ թե տղամարդկություն, քաջություն չկորցնել, նիցիրած մужество, քաջություն չկորցնել։ Այսինքն պետք է աղոթք անել, չթուլանալ, չձանձրանալ, հետ չնայել, չպարտվել ու քաջությունը չկորցնել։ Պարզվում է, որ աղոթքի հաջողակ, աղոթքի համար, արդյունավետ աղոթքի համար պետք է քաջություն, պետք է տրամադրվել, պետք է նպատակին նայել։ Ինչու է Հիսուս ասում չձանձրանալ, որովհետև մենք բոլորս մի բան գիտենք, որ երբեմն ժամանակ առ ժամանակ, երբ մենք ինչ-որ բանի համար աղոթում ենք, պատասխանը չի գալիս որոշ ժամանակ, մենք ձանձրանում ենք։ Ինչ է նշանակում ձանձրանում, ոնց որ հուսահատվենք, ոնց որ հիասթափվենք, ոնց որ թուլանանք։ Գիտեք, դա թշնամու ներգործությունն է մեր կյանքում։ Այդպիսի բաներ կարող է լինել, ու դա նորմալ է։ Դա նշանակում է դու ճիշտ ճանապարհի վրա ես, բայց նորմալ չէ, որ դու թուլանաս, ձեռքերդ ծալես ու ասես, դե երևի Աստծո կամքը չկա, Աստված ինձ չի սիրում, Աստված ինձ չի պատասխանում, ու ավելի ցավալի բանը, որ քրիստոնյաները կարող են նեղանալ Աստվածանից։ Իրանք կարող են իրան շրթունքներով Աստծո սխալ բաներ խոսել։ Այն Աստծո ով որ իրանց փրկել է ու գին է վճարել փրկության համար։ Ամեն։ Հիմա սիրելիներս, այս բանը իրականում շատ կարևոր է, որ Հիսուսը ասում է, ու հետո այս պատմությունն է պատմում, եւ ասեց, մի դատավոր կար, մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում եւ մարդից չէր ամաչում, եւ մի որբի հայրի
ավելի երկար այն քաղաքումը եւ նրա մոտ էր գալիս եւ ասում իրավունք արա ինձ իմ ոսողիցը եւ նա մի ժամանակ չկամեցավ տեսեք մի ժամանակ լինում է մենք աղոթում ենք ու մի ժամանակ ռուսերեն տարբերակ ասում է երկար ժամանակ նա չկամեցավ պատասխանել այդ հարցին հետո ասում է իրավունք արա իմ ոսողիցը եւ նա մի ժամանակ չկամեցավ նրանցից հետո իր մտքում ասեց թե եւ աստվածանից չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում սակայն որովհետեւ այս որբայրին հոգնեցնում է ինձ իրավունք անեմ նրան որ վերջապես չգա ինձ ձանձրացնել եւ Տերն ասեց լսեցեք թե աներավ դատավորը ինչ է ասում բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա թեև նրանց վրա երկայնամիտ լինի ցերեկ եւ գիշեր սա խոսում է անդադար աղոթքի այսպես համար աղոթքի մասին չհանձնվող աղոթքի մասին ցերեկ եւ գիշեր հետո ասում եմ ձեզ թե շուտով իրավունք կանե նրանց համար սակայն մարդի որդին գալիս արդյոք հավատ կգտնե երկրի վրա տեսեք մի օրինակ այս կինը որպե այրին նա է որ ամուսինը կորցրել է մահացել է մենակ մնացել անպաշտպան ինչ որ մեկը գտնվել է որ տեսել է որ կինը մենակ է որտեղ երբ ամուսինը ողջ է այն ժամանակ իրան չեն եղացնում բայց տեսավ ամուսինը մահացել է մենակ մնացել անպաշտպան ու սկսել է ինչ որ բաներ նրա դեմ ձեռնարկել չգիտեն կարող է հողամասներ ուզում տուններ ուզում ձեռքից առնել ինչ որ մի բան այսինքն ու այս կինը տեսեք չհանձնվեց նա գիտեր որ քաղաքում կա մի դատավոր թեև այդ դատավորը անբարոյական է իր մասին շատ վատ բաներ է խոսում վատ բնավորություն ունի ու կաշառակեր էր բայց ինքը մի բան գիտեր այդ մարդը ունի պաշտոն այդ մարդը ունի դիրք ինքը ուզի ինքը իր պաշտոնի իր դիրքի համապատասխան պետք է իրան օգնի նա ոչ թե նայեց այդ մարդը վատ մարդ է ու հիասթափվեց մենք շատ անգամ նայում ենք իրավիճակներին ու ասում ենք այս լինելու բան չի ու հիասթափվում ենք այս մարդը փոխվելու ենթակա չի ու կանգնեցնում ենք մեր աղոթքները փրկության համար այս կինը չնայեց արտաքնորեն նա մի բան նայեց որ այդ մարդը ունի դիրք եւ ինքը ուզի ինքը պարտավոր է իրան օգնել ու նա իրան դիմեց այս մարդը երկար ժամանակ չէր ուզում միգուցե կաշառք էր ուզում կամ ինչ որ մի ուրիշ բան հիմա տեսեք դատավորի հարցը ինքը չէր ուզում պատասխանել չէր ուզում օգնել բայց այս կինը ինքը գիտեր իր իրավունքները ինքը գիտեր որ օրենքի համապատասխան իրան պետք է պաշտպանել եւ իրավունք անել ինչքանով դու գիտես քո օրենքները Աստվածաշնչից ինչքանով դու գիտես ինչը քեզ պատկանում ինչը Աստված քեզ ուզում քո համար անել որն է Աստծո կամքը քո համար մենք երբևէ աղոթք ենք անում ինքներս հորինում ենք բաներ որը Աստծո կամքին համապատասխան չի հետո զարմանում ենք ու ասում Աստված ջան ինչու պատասխանը չի գալիս այս կինը գիտեր իր իրավունքը ու տեսեք նա մի անգամ գնաց 10 անգամ գնաց կարող է չգիտեմ 20 անգամ գնաց ու ամեն անգամ որ նա գալիս է քարտուղարին ասում էր ստեղ չի դատավորը չգիտեմ բան ունի կոնֆերանս ունի զբաղված է խորհրդի է սա է նա այդ կինը մի բան գտել վերջո խորհուրդը կավարտվի կոնֆերանսը կավարտվի իր զբաղվածությունը կավարտվի հոավիցան չի լինելու այս կինը մի ուժեղ հավատք ուներ նա չէր հանձնում նա երբ դատավորը գալիս էր նա արդեն նստած էր սպասում էր իրան բարև ձեզ արդեն որտեղ ոչ մի տեղից դատավորը չէր կարող փախնել երբ նա տեղում չէր այդ կինը սպասում էր մինչև որ նա գա տեսեք սա ինչպիսի մոտեցում է սա համար մոտեցում է այս կինը իր իրավունքները գիտեր որ անգամ անբարոյական անարդար դատավորը կարող է իրան օգնել ամեն ու վերջո տեսեք ինչ եղավ ոչ թե այս կինը հոգնեց ու ձանձրացավ սիրելիներս ով ձանձրացավ դատավորը
անել այն, ինչ որ պարտավոր էր անել։ Եվ ինքը օգնեց այդ կնոջը։ Կինը հասավ իր նպատակին, ինչու, որովհետև չձանձրացավ, չթուլացավ, չհիասթափվեց ու քաջությունը չկորցրեց։ Ինքը իրան չխղճաց, ասեց, դե տենց այրի։ Երբ ամուսինին գլխին էր, բոլորին ցարվում են, ոչ մեկը չէր կարողանում ասել աչքիդ վերևով ունք կա։ Ամուսինս կորցրեցի, հիմա ով է ինձ բանը տեղ դնում։ Խեղճ եմ ես, ինքը չնստես թախտին լացի բախտին, սիրելիներս։ Նա գիտեր իր իրավունքը։ Սա մի օրինակ է, որ Աստված մեզ ուզում է սովորեցնել ինչ-որ բան։ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը գոհ աղոթքներից սկսի կրակոտ համար աղոթքներ անել։ Իր իրավունքները ճանաչելով եւ իմանալով Գողգոթյան խաչի վրա ինչ է կատարվել, ինչ է այսօր մեզ պատկանում, որի համար մենք կանգնենք ու աղոթենք։ Հակոբոս ասում է, դուք չունեք, որովհետև չեք աղոթում կամ աղոթում եք սխալ դրդապատճառներով։ Ամեն Հիսուսն մի բան ասել, խնդրեցեք ձեզ պիտի տրվի, որոնեցեք պիտի գտնեք, դուրը ծեծեցեք պիտի բացվի։ Ինչու՞։ Որովհետև ամեն խնդրողը ստանում է։ Ամենը, հիմա այդ ամենը այստեղ կա, ամեն խնդրողը ստանում է։ Ամեն որոնողը գտնում է։ Ամեն դուրը ծեծողը։ Ու Հիսուսը խոստանում է ու ասում է, Աստված անպայման կպատասխանի։ Նրանց, ովքեր ցերեկ ու գիշեր աղաղակում են, թեև մի քիչ ուշացնում են։ Որոշ մարդիկ միշտ ոնց որ չհամբեր են, Աստված ջան, ինչու ես դու ուշացնում։ Ուզում են անմիջապես արագ լինի։ Մենք հիմա ապրում ենք այն ժամանակաշրջանում, ամեն ինչ արագ է, ուտելիք արագ է, սուրճ արագ է, չի ամեն ինչ արագ։ Մենք ուզում ենք Աստված ջան, դու մի հատ արագ մեզ պատասխանի։ Բայց ոչ թե Աստված պիտի քեզ ենթարկի, դու պիտի իրան ենթարկես։ Աստված գիտի ժամանակները երբ ոնց ինչպես։ Ու ես իմ փորձառությունից մի բան հասկացա։ Աստված երկարացնում է պատասխանը, որ մի հատ տեսնի, այն ինչ որ ես խնդրում եմ իրականում, ինձ դա պետք է։ Ես շահը գրգռված եմ դրա մեջ, որ ես ունենամ։ Որովհետև երբեմն թեթև սենց կլինի, չի։ Այն բանը, որ քեզ պետք է, դու կանգնած ես դրա համար ու ասում ես քարն է ճակի պիտի ես ստանամ դա։ Ինչու, որովհետև Աստծո կամքի համաձայն է, ոչ թե իմ ուզածի, ոչ թե իմ նախանձի, այլ Աստծո կամքի համաձայն է։ Հովհաննեսի 5-րդ գլխում 14-15 համարներում ասում է, որ երբ մենք մի բան խնդրում ենք ու գիտենք, որ Աստծո կամքի համաձայն է, այն ժամանակ խիզախ ենք խնդրում, ամեն։ Միգուցե խիզախություն չունենք դրա, որովհետև չգիտենք դա Աստծո կամքն է, թե չէ։ Մեզանից ամեն մեկը կարող է ճանաչել որն է Աստծո կամքը, Սուրբ Գիրքը դա Աստծո կամքն է։ Մեզ պետք չէ նստել օդի մեջ սպասել Աստված ինչ ասում, բացել Գիրքը, որը հասանելի է մեզ բոլորիս, ու մենք իմանանք, տեսնենք որն է Աստծո կամքը։ Ամեն սիրելիներս։ Ղուկասի 11-րդ գլխում մի անգամ Հիսուսը աղոթքից իջավ։ Ես ուղղակի կարճ դրա մասին պատմեմ։ Ինքը աղոթքից վերադարձավ ու մի աշակերտ մոտեցավ ու ասեց Հիսուս, խնդրում եմ, սովորեցրու մեզ աղոթել։ Սովորեցրու, ոնց որ Հովհաննեսն է սովորեցրել իր աշակերտներին, դու ինքս սովորեցրու աղոթել։ Գիտեք, ոչ միտեղ չենք գտնի, որ ասենք Հիսուս սովորեցրու մեզ հավատալ, կամ սովորեցրու սիրել, կամ սովորեցրու այս բանը, բայց աղոթքը պարզվում է։ Ինքը շարժում է սերը, շարժում է հավատքը, ազատագրում է զորությունը, չկա աղոթք, չկա զորություն։ Սերը մեր մեջ, որ Սուրբը փոխեցրել է, չի բորբոքվում, ու քեզ դժվար է սիրել, քո եղբորը, քո կրոջը, որտեղ մենք սկզբից մեկը մյուսին պիտի վարժվենք սիրել, որ հետո թշնամիներին կարողանանք սիրել։ Հիսուս ասել է, սիրեք թշնամիներին։ Եթե ես իմ եղբորը ու կրոջս չեմ կարող տանել, թշնամու մասին ոնց կարելի է մտածել, հասկանում եք, չէ՞ սիրելիներս։ Այդ ամենը հնարավորը աղոթքի միջոցով։ Հիմա տեսեք, ինչու այս աշակերտը Հիսուսին ասեց սովորեցրու մեզ աղոթել։ Այո, մենք աղոթող
բայց այսօր մեզ պետք է սովորել, աղոթել, այնպես ինչպես Աստծուն հաճելի, այնպես ինչպես որ երկինքը կարձակագի փոփոխություն կգա, քո ընտանիքի մեջ, այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ, աղոթքը կարող է բաներ փոխել։ Ամեն։ Ինչու, որտեղ Հիսուսը օրինակ է աղոթող մարդու։ Երբեմն որ մարդը պրոբլեմով գալիս է քո մոտ ու ասում է, խնդրում եմ աղոթեք, ասում եմ, բայց դու աղոթում ես։ Դե ես հավատում եմ, որ երբ դուք աղոթեք, Աստված կլսի, ասի, դու շատ սխալվում ես։ Ինչու պետք է ես քո ամուսնու կամ քո երեխայի համար աղոթեմ, երբ նրանք քո ջիգարներն են։ Ինչքան էլ ես աղոթեմ, ես չեմ կարող այնպեսի սրտած աղոթել, ինչպես կին ամուսնու փրկության համար, մայրը երեխայի փրկության համար եւ հակառակը։ Համաձայն եք։ Կամ ես դուք չմտածեք, որ ես չեմ աղոթում եմ, բայց երբ այն խնդրողը ինձ հետ միասին աղոթի, ոչ թե ինքը նստի ձեռքերը ծալի ու ծառայողները թող աղոթեն, որ ինչ-որ փոփոխություն լինի ինձ մոտ, ամեն երեսին ծնվող մարդը կանչված է ու կարող է աղոթքի մեջ զարգանալ, հարատևել, հասունանալ, չձանձրանալ, հաղթող լինել։ Ամեն։ Հիսուսը ամեն անգամ երբ ծառայում էր մարդկանց, գիշերը, աշակերտները հոգնած կարգում են, որտեղ ամբողջ բազմությունը գալիս էր, ու Հիսուսը գրված է, բժշկում էր, ազատագրում էր, օգնում էր, ու ինքը գիտեր առավոտը մարդիկ լիքը կարիքներ ունեն, նորից էր գալու իր ամոն, բայց ինքը արդեն լիցքաթափվել է, նա ինչ էր անում, աշակերտները քնում են այսպես հանգիստ, ինքը առանձնանում էր, գնում հոր հետ հանդիպելու, հոր հետ հանդիպելու, սիրելիներս, աղոթքը բաղկանում է երկու մասից, առաջինը քո եւ Աստծո հարաբերությունը, երկրորդը քո բարեխոսական վերաբերմունքը ուրիշների համար, ոնց որ խաչը, դուք գիտեք չէ, որ այդ ուղղահայաց գիծը ավելի երկար է, ավելի հիմնային է, եթե դա չի լինի, այն մյուս գիծը կընկնի, չի կարող հաստատուն լինել, ժամանակն է, որ Տիրոջ եկեղեցին արթուն լինի աղոթքի մեջ, վարպետ լինի աղոթքի մեջ, որ երբ ինչ-որ մի սպառնալիք է լինում, մենք ոչ թե մեզ կորցնենք ու խուճապի մատնվենք, այլ կանգնենք այն դիրքի վրա, որը մեջ Աստված մեզ դրել է, ու մենք սկսենք համագործակցել ամենակարող Աստծո։ Աշակերտները տեսել են այդ բանը, որ Հիսուսը անում էր, նա առավոտը պատկերացրեք, երբ ժողովուրդը հավաքվել էր, Հիսուսը դեռ չի կար, աշակերտները այսպես աչքերը տրորեցին, տեսան, Հիսուսը ուր է, ժողովուրդը արդեն հերթ են կանգնել, ուզում են բժշկվել, ուզում են կարիքները լրացված լինել։ Գնացին Հիսուսին փնտրելու ինչ-որ մի անապատեղ, ասում են, Հիսուս, դու ուր ես, ժողովուրդը եկել է։ Հիսուսը գիտեր, որ ժողովուրդը պիտի գա։ Հիսուսը գիտեր, որ կարիքները կան։ Դու գիտես, որ ամեն մի օր իր հոգսը ունի։ Այդ հոգսը լուծելու համար քեզ պետք է Աստծո զորություն անել։ Որ ոչ թե հոգսը քեզ վրա նստի, դու կառավարես այդ հոգսին։ Հիսուսը դրա համար էլ ասել է, ամեն օրվա համար հոգս կա։ Բայց հոգսը մի արեք, երբ ենք հոգս անում, երբ չենք աղոթում, որովհետև պրոբլեմը հենց դա է, զորություն չունել, հոգսը գալիս է ու մեզ ճնշում է, ու մենք էլ ճոռում ենք, ու հետո սկսում ենք դժգոհել ու բողոքել, բայց աղոթքը փոխում է մեր շրթունքները, փոխում է մեր սրտի վերաբերմունքը, որ մենք դառնում ենք գոհացող, հնասան, Աստծուն վստահող, ամեն։ Աշակերտները տեսել են ամեն անգամ, երբ Հիսուսը աղոթքից գալիս է, անապատային տեղում էր աղոթել, սառնաբարձրացել աղոթել, որովհետև որպեսզի Հիսուսը կարողանա տա, անոթը պիտի լեցուն լինի։ Անոթը պիտի լեցուն լինի։ Դատարկ անոթներով մենք չենք կարող մարդկանց հագեցնել։ Ամեն։ Այսօր մենք ունենք գիտություն Աստծո խոսքի, բայց ուր է զորությունը։ Զորությունը ծնկների վրա ենք մենք ստանում։ Ծնկների վրա։ Երբ մենք ծնկի ենք գալիս ու ասում Տեր, հա ես շատ բան գիտեմ, բայց ես տեսնում եմ առանց քո զորությանը ոչ մի բան չի գործում։ Տեր, օգնիր ինձ, որ ես ծառայեմ մարդկանց։ Ամեն։ Ոչ թե ես ինձանով տարված լինեմ։ Օ, ես ինձ կարող եմ սովորեցնել խոսքը գիտեմ, երազներ եմ տեսնում, չէ։ Աղոթքը նաև մեր անձը շատ խոնարհ է դարձնում։ Շատ խոնարհ։
Աստծո շնորհը սիրելիներս։ Մենք կարող ենք այսօր, ես օրինակ հասկացել եմ, որ ես կարիք ունեմ աղոթքի մի նոր մակարդակ, ես կարիք ունեմ, որտեղ այնպես ինչպես որ ես գիտեի ու աղոթում էի, ես տեսնում եմ, որ ես հասել եմ մի կետի, որտեղ պիտի ասեմ, Տեր ինձ բարձրացրու մի վենի վրա, որ ինձ համար հասանելի է, բարձրացրու ինձ, սովորեցրու ինձ, ու ես ժամանակ եմ հատկացնում դրա։ Ոչ թե աղոթել չգիտեմ, այլ ուզում եմ Հիսուսի նման սովորել աղոթել։ Հիսուսի նման, ամեն, Հիսուսի նման։ Հիմա Հիսուսը մեզ համար հիասքանչ օրինակ է։ Եկեք մի հատ տեսնենք մի օրինակ, ինչպես Հիսուսը մարդ լինելով, մարդու որդի լինելով, ինչպես նա իր ամենադժվար պահին ճեղքեց, ինչպես նա ճեղքեց, սովորենք դրանից, ամեն, եկեք բացենք, մինչև դուք բացեք Ղուկասի 22-րդ գլուխը, ու ես ձեզ հիշացնեմ Հակոբոսի 5:16-ը, որտեղ Հակոբոս ասում է, որ շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Դուք լսում եք։ Չի լես անջատել։ Так թողով նված ունեն ես բոլոր սարքերը։ Նորանան, հարմանան, Դա ձեր աղոթքի պտուղը կլինի։ Տեսնում եք կարիքը աղոթ կարիք։ Մի սպասեք ինչ որ մեկը մեզ համար անի, աղոթենք, որ այն ինչ որ չկա դառնա։ Ֆիզիկական աշխարհում, ամեն։ Հիմա տեսեք, մենք արևմտյան հայերեն տարբերակ այսպես ասում, արդարի ջերմերանտ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Շատ ինչ աղոթքը արդարի մեկ ու ջերմերանտ, ասա ջերմերանտ։ Մի հատ էլ ասա ջերմերանտ։ Քո կողքինին ասա արդարի ջերմերանտ։ Շատ բան կարող է, ամեն։ Երբեմն մարդիկ նենց են աղոթում, իրանք էլ չեն հավատում իրանց աղոթքին։ Ինչ ես մտածում, Աստված կկատարի։ Սատանան էլ չի վախենում այդպիսի աղոթքներից։ Բայց ջերմերանտ աղոթքը, որ ազդեցություն է բերում, փոխում է իրավիճակները ու սատանայի հարցերը լուծում, ամեն։ Հիմա, սիրելիներս, 22-րդ գլխից սա շատ տպավորիչ օրինակ է, ես հիշում եմ տարիներ առաջ, որ այսպեսի թե ճնշում էր, ահա որ նենց խուճապի մեջ է ես, ու ինչ հիասքանչ է Սուրբ Հոգին, որ մեզ միշտ օգնում է, ինչ հիասքանչ է, որ մենք երբեք մենակ չենք։ Աստված գիտեր, որ մենք կարիք ունենք առաջնորդությանը վերևից, դրա համար իր Սուրբ Հոգին ուղարկեց, ու ես ուզում եմ ուղղակի հորդորել ձեզ, սիրեք Սուրբ Հոգուն, հարգեք նրա ներկայությունը ձեր կյանքում, թույլ տվեք, որ ինքը ձեզ առաջնորդի, ամեն թույլ տվեք։ Եկեք մենք մեզ գիտունիկները տեղը չդնենք, որովհետև երբ մենք ենք առաջ գնում, Սուրբ Հոգին լռում է, ասում է դե լավ, դու ինձ չես խնդրում ես քեզ օգնեմ, հիմա տեսնեմ դու քո ջանքով ինչ պիտի անես։ Ու մի ծառայող գիտեք ինչ ասել է աղոթքի բացակայությունը դա վկայություն է մեր կարողությանը, բայց աղոթքի արկայությունը դա Աստծո կարողության վկայություն է։ Դրա համար հույսը քեզ վրա մի դիր, ու մի մտածի ես նենց աղոթող եմ, ես հեսա բոլորը ոչ չեմ իմանում, որ ես աղոթող եմ, գամ ինձանից մի հատ սովորեմ, չէ, աղոթողը Սուսպուս աղոթի, մենք սովորում ենք Հիսուսից, ամեն, ու մենք օգնում ենք մեկը մյուսին, ոչ թե մեղադրելով, դատապարտելով, այլ բարձրացնելով, որտեղ Սուրբ Հոգին այդպես աշխատում, ամեն, հալելույա։ Հիմա, ուրեմն, բացել եք, չէ՞ Ղուկասի 22-րդ գլուխը, դուք բացել եք, հիմա ես էլ կբացել, 22-րդ գլխի, 22-րդ գլխի, մենք կկարդանք 39 համարից։ Եվ դուրս ելավ իր սովորության պես գնաց ձեթենյաց Սարը և աշակերտներն էլ նրա ետևից գնացին։ Սովորության պես,
Հիսուսի համար սովորություն էր աղոթք անելու։ Հիսուսի համար աղոթքը պարտադրություն չէր։ Ես նկատել եմ, որ այն մարդը, ով որ աղոթքը ընկալում է ինչպես պարտադրություն, ինչպես կրոնավոր գործողություն, ինքը ձանձրանում է։ Ինքը իր ներսում մղում չունի, նա ոգևորված չէ, որ աղոթքը դա այն հնարավորությունը, որ պետք է իր սիրեցյալի հետ հանդիպի։ Հանդիպի մեկի հետ ում ձեռքը պահում ամբողջ աշխարհը։ Ու Աստված մեզ իրավունք է տալիս, ոչ թե քարտուղարա դրել, որի մոտ մենք գրանցնենք ու ընդունելության ժամին մոտենանք Աստծուն, ոչ։ Աստված ասել է ամեն ժամանակ կարող ես ինձ մոտենալ, ես բաց եմ, ես հասանելի եմ քեզ։ Ամեն սիրելիներից։ Հիսուս այդ սովորությունը ուներ։ Աղոթքը դա հաճույք է և բերկրանք է։ Ու մենք սիրում ենք աղոթին, որովհետև այդ աղոթքը ինչ-որ բան անում է։ Այդ աղոթքի ժամանակ մենք ինչ-որ բան տեսնում ենք, ինչ-որ բան վերապրում ենք։ Ամեն։ Դուք նկատել եք, որ աղոթքը մի այսպես գերբնական գործողություն է։ Երբ դու թուլացած ես, մտնում ես աղոթքի մեջ, ոչ թե ձանձրանում ես ու բողոքում ես աշխարհից։ Երբ դու թուլացած ես, դու մտնում ես աղոթքի մեջ, աղոթքից դուրս ես գալիս նորոգված զորությամբ։ Երբ դու վիրավորված ես, ոչ թե պիտի գնաս տեղներ ասես, վայ ինձ վիրավորեցին, մտիր աղոթքի մեջ։ Աղոթքը դա այն ջրավազանն է ջրի, որը քեզ կփոխի, դու այնտեղից ազատագրված դուրս կգաս։ Հիվանդ ես, մտիր աղոթքի մեջ, բժշկված դուրս կգաս, շփոթված ես, մտիր աղոթքի մեջ, խաղաղությունով դուրս կգաս։ Ամեն սիրելիներից։ Հիմա աշակերտները գնացին Հիսուսի ետևից, 40 համար ասում այսպես, և երբ որ այնտեղը հասավ, նրանց ասեց, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք, աղոթք արեք։ Ուշադրություն դարձրեք, որ սա առաջի դեպքն է, երբ Հիսուսը աշակերտներին խնդրում է բարեխոսել իր համար։ Նկատել եք, ուրեմն սա մի պահ է Հիսուսի կյանքում շատ բարդ, շատ ճակատագրական, շատ դժվար, տագնապալից։ Նա խնդրեց Հակոբոսին, Հովհաննեսին, Պետրոսին, ասեց տղաներ, խնդրում եմ ինձ համար բարեխոսել։ Ամեն։ Հիսուսը խնդրեց բարեխոսելու ոչ թե նրա համար, որ ինքը իր համար չէր աղոթում։ Ուղղակի դա այնպիսի մի դժվար պահ էր, որ իրան պետք էին օգնականներ, որ բարեխոսեն։ Ու հետո, երբ ինքը նրանցից հեռացավ, մի քարինկեցի չափ ծունր դրավ աղոթք էր անում և ասում, հայր, եթե կամից այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը, բայց քո կամքը լինի։ Մենք կարդում ենք այս նախադասությունը այսպես, բայց եկեք պատկերացնենք ինչ է վերապրում Հիսուսը։ Գեթսեման պարտեզում ահավոր ճնշում էր դիվային։ Ու Հիսուսը Գեթսեման պարտեզում պետք է ճեղքեր իր աղոթքով, որովհետև եթե ինքը չճեղքեր Գեթսեման պարտեզում, չարչարանքները և Գողգոթյան խաչի վրա նա չէր դիմանալ։ Պատկերացնում է։ Այնքան կարևոր որ մենք լսենք Սուրբ Հոգուն ու առաջնորդվենք Սուրբ Հոգով։ Եվ ինչ արեց Հիսուսը։ Իրան դժվար էր։ Ինքը մարդ էր, մարդու մարմնի մեջ էր, մարդու որդի էր։ Ինքը աստվածային հատկություններից ուրացել է, ինչպես մարդ։ Ես գիտեմ, որ ձեզանից երևի ամեն մեկը վերապրել է այդպիսի բան։ Երբ դու հարազատ ես կորցնում, կամ երբ ինչ-որ երիտասարդ է մահանում, ոնց որ գետինը քո ոտքի տակից գնա, կամ ինչ-որ մի ահավոր բան է կատարվում, դու քեզ կորցնում ես։ Այն ժամանակ քեզ պետք է, որ դու խնդրես, ասես խնդրում եմ, աղոթեք ինձ համար, որ ես չտկարանամ։ Պատկերացնում եմ, Հիսուսի համար ինչպես մարդ արարած է, դժվար էր գնալ մահվանը, խաչի, բայց ինքը գիտեր, որ ինքը դրա համար ծնվել ու եկել է, ինքը գիտեր ու ինքը դա երբեք չի մոռացել, նա այդ դժվարության հետ այսպես բախվեց Գեթսեման պարտեզում, բայց նա ինչքան էր հուզված էր, ինչքան էր դժվար էր, ինչքան էր տագնապը այսպես ճնշում էր իրան,
Սիրտը կարծես իր բանից դուրս էր գալիս կրծքից։ Ինքը իր անձոխոնարից ասում էր հայր թող քո կամքը լինի, քո կամքը, այո, բաժակը դառն է, բայց ես կխմեմ, որտեղ Հիսուսը տեսնում էր այդ ամեն ինչի մեջ քեզ էր տեսնում, եթե չխմի դու փրկված չես լինի։ Երբ դու աղոթում ես մեկի համար, ինչպիսի սրտով ես դու աղոթում, մեղադրանքով, դատապարտելով, բողոքելով, թե Հիսուսի նման սրտացավ։ Մեր արդյունավետ աղոթքը այն ժամանակը, երբ մենք Հիսուսի սրտից ենք աղոթք անում, ինչպես ինքն է զգում, այդպես էլ մենք պետք է զգանք։ Աղոթքի մեջ մենք չպիտի դատավորներ լինենք, մենք պետք է բարեխոսներ լինենք։ Բարեխոս նշանակում է մեկ ով որ բարի բաներ խոսում է։ Առաջ Հովհաննեսի երկրորդ գլխում հենց առաջի համարում Հովհաննես ասում է, որդյակներ, մի մեղանչեք, բայց եթե մեղանչեցիք, բարեխոս ունենք հոր աջ կողմը, որը ցերեկ ու գիշեր մեզ համար բարեխոսում է, Հիսուսը մեր բարեխոսն է, կա նաև չարախոս, հայերենում շատ լավ է, չարախոս, բարեխոս, բարեխոսը նա որ բարի բաներ ասում, երբ դու ընկնում ես, սայթակում ես, Հիսուս ասում է, սատանան միանգամից գալիս է, ինքը պետք է մեռնի, ինքը քեզ անհնազանդ է, ինքը մեղ գործեց, գիտակցելով, Հիսուս ասում է, հայր, գինը արդեն վճարված է, հայր, իմ արյունը թափվել է, ես իմ անձը տվել եմ հոշարությամբ, հայր, այդ մարդը ունի իրավունք վերականգնվելու, այդ մարդը ունի տուր իրաների շանս, հայր, նա բարեխոսում է, նա այսպես օգնում է, կողքից, ոչ թե հարվածում է, բայց կա նաև չարախոս, որ ասում են, չէ, նա պիտի մեռնի, հիմա սիրելիներս, ում կողմից ես դու կանգնած, բարեխոսի թե չարախոսի, այնքան ցավալի է, երբ եղբայրներից ու քույրերից լսում ես չարախոսություն, դատապարտություն, ես հոգներ եմ արդեն մարդուն ասելու, խնդրում եմ հիշիր, օրենսդիրը ու դատավորը միայն Աստվածն է, դու դատավոր չես, դու բարեխոս ես, սովորիր բարեխոսել մարդկանց համար, սովորիր բարեխոսել քո երեխաների համար, ոչ թե ասել Տեր իմ Աստված հոգնեցի սրանցից, այդքան ասում եմ չեն փոխվում, չեն ապաշխարում, կամ ինչ-որ մեկը թող լինի, երեխաները չէ, գիտեք, այնքան կարևոր է, որ դու ունենաս Աստծո սիրտը, ամեն անգամ, որ ինչ-որ դժվար իրավիճակի համար աղոթում ես, ասա Տեր, ոնց ես դու զգում, այս մարդու մասին, Աստված չի ասի, անիծված լինի, հոգնել եմ, մեռնի բրծնի, երբեք, Աստված կասի իմ սիրտն է ցցանում, սա իմ զավակն է, որ երբ որովայնի մեջ, մոր որովայնի մեջ ոսկորները կերտում եմ ես նենց կոչում եմ դրել իրա մեջ, նենց պարգևներ եմ դրել, շարունակիր աղոթել, իմ Սուրբ Հոգին կդիպչի, շարունակիր, մի ձանձրացիր, մի հոգնիր, հետ մի նայի, ինձ հետ միասին, բռնվիր Հիսուսի հետ, Սուրբ Հոգու հետ, աղոթի։ Հռոմեացի 8:26 ինչ ասում, երբ մենք տկար ենք, Սուրբ Հոգին մեզ ինչ անում, զորացնում է, Սուրբ Հոգին մեզ զորացնում է, գիտեք ոնց, երբ դու ասում ես Տեր էլ չեմ կարող, Տեր ինձ այնքան դժվար է, մի հանձնվիր, մի թույլատրիր, ասա Սուրբ Հոգի, թանկագին Սուրբ Հոգի, դու եկել ես, որ ինձ օգնես, հիմա քո կարիք ունեմ, ես թույլ եմ, զորացրու ինձ, Սուրբ Հոգին կգա քեզ այսպես, կվերցնի, ու դու կլինես ոչ թե մենակ Սուրբ Հոգու հետ միասին, ու կկանգնես դեմ առ դեմ այդ պրոբլեմների, դու դեմը կկանգնես սատանայի, ոչ թե մենակ այլ Սուրբ Հոգու հետ ու Սուրբ Հոգու զորությամբ, դա Սուրբ Հոգու հետ համագործակցության աղոթքն է։ Ամեն մեզանից թող ոչ մեկը չմտածի, որ ինքը կարող է, մենք չենք կարող։ Նոր ես կարդացի այդ ծառայողի մեջ բերումը, աղոթք չանել, աղոթքի բացակայությունը, դա մարդու կարողության վկայությունն է, բայց աղոթքի արկայությունը, դա Աստծո կարողության վկայությունն է։ Ամեն սիրելիներս, մենք Աստծո հետ ենք աղոթում, Աստծո համար ենք աղոթում, Աստծո խոսքի համաձայն ենք աղոթում, ով կարող է դեմը առնել։ Հիմա տեսնեցեք, Հիսուսին եկեք, նայենք ու սովորենք։ Հիսուսը խոնարհեցրեց իրանց, ասեց Տեր, քո կամքը թող լինի։ Ինչպես անձ ասում էր ինձ դժվար է, մենք էլ շատ անգամ ասում ենք Տեր, ինչքան կարելի է աղոթել այս մարդու փրկության համար։
Աղոթում եմ փոփոխություն չկա, աղոթում եմ փոփոխություն չկա։ Հա դու ասեցիր Աստծուն, ինչ Աստված պիտի ասի, դե լավ կներես, այս անգամ ես ձախողվեցի։ Ինչ ես մտածում։ Աստված երբեք է ձախողվում է։ Եթե դու նահանջում ես, ուրեմն դու Աստծուն լավ չես ճանաչում։ Քո Աստված ձախողվող Աստված չէ։ Քո Աստված հավատարիմ Աստված է։ Սիրող, օգնող, ու միշտ գալիս ու ասում է, դավայ, բարձրացիր։ Բարձրացիր։ Մենք դեռ չենք վերջացրել։ Դու պիտի աղոթես, որ ես կարողանամ գործել։ Հիմա, երբ Հիսուսը իր անձը խոնարհեցրեց, գրված է, եւ հրեշտակը երևացավ նրան, երկնքիցը եւ զորացնում էր նրան։ Հետաքրքիր է, որ հրեշտակը մինչև չէր երևացել։ Բայց երբ Հիսուսը խոնարհեցնում էր, հրեշտակը երևաց։ Տեսեք, հոգևոր սկզբունք։ Եկեք մենք աղոթքի մեջ խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ։ Ասենք Տեր, ես չգիտեմ ոնց աղոթեմ, ես չգիտեմ այս բանը ոնց անեմ, Տեր, ես չգիտեմ։ Շատ բաներ, որ իմացել եմ, փորձել եմ, փոփոխություն չկա, թանկագին Սուրբ Հոգի։ Թող քո կամքը լինի, օգնիր ինձ։ Բայց ես գիտեմ դու ունես ճանապարհ, ոնց աղոթեմ։ Ու հրեշտակը կգա, կզորացնի քեզ։ Հաջորդը ինչ է գրված։ Եվ նա տագնապի մեջ լինելով ավելի եռանդով էր աղոթում։ Աղոթ կանում։ Սա դու կարող ես այսպես կարմիր ֆլոմաստերով ընդգծել ձեր Աստվածաշնչերի մեջ։ Նա տագնապի մեջ լինելով, տագնապի մեջ, այնպիսի տագնապի մեջ, ստրեսի մեջ, որ արյան անոթները պայթում են, քրտինքի հետ կաթում էր։ Բժիշկներին հարցրեք, ասեն, դա ստրեսի այդ ահավոր տագնապի պահի ժամանակ արյան անոթները պայթում են։ Ինչ էր արել Հիսուսը։ Փոշմանել է, որ եկել իր կյանքը դնելու նրանց համար, ովքեր իրան խաչում էին։ Փոշմանել է, բանը ձանձրացել է, թույլացել է ոչ։ Ավելի եռանդով աղոթում էր, ասա ավելի եռանդով։ Ամեն, բա ոնց է մենք աղոթում։ Երբ մենք սկսում ենք աղոթել, աղոթում ենք։ Մեկ էլ տեսնում ես, մարդը մեկ ընդեղ անայում, մեկ ականջի մեջ անայում, մեկ չգիտեմ հեռախոսի մեջ անայում, սիրելիս, դա աղոթք չի։ Աղոթքը պիտի հեռախոսը քեզանից հեռու դնես, ամեն ինչը անջատես ու կենտրոնացած աղոթես Սուրբ Հոգու մասին։ Հետաքրքիր է, մարդը ասում է, այս դժվար է աղոթել, բայց ոնց է, որ մի 3 ժամ դու կարաս մի հատ կինո նստես նայես, ու քո մտքովը չանցնի, որ լվացք կա, որ ճաշ պիտի եփես, որ չգիտեմ ինչ բան պիտի անես, հետաքրքիր է։ Սերիալը կարող անստես միջև կես գիշերը նայես, վայելես, ոչ մի բան քեզ չշեղի, բայց երբ դու կանգնում ես աղոթքի, ինչքան շեղող հանգամանք է գալիս։ Նկատել եք դա։ Ինչի մասին է խոսում, որ աղոթքը շարժում է հոգևոր աշխարհը։ Սատանան ձեռ է տալիս, որ դու աղոթքի մասին լավ գիտես, բայց ոչ մի բան չես անում։ Աղոթք չես անում։ Ում է պետք մեր գիտելիքը։ Եթե մենք չենք գործածում դա, եկեք մենք ազնիվ լինենք, սիրելիներս։ Քիչ գիտես, ինչքան գիտես, այդքանը գործածիր։ Ինչքան է գիտես, հավատարիմ եղիր դրա մեջ, ու Աստված քեզ ավելի կբացի։ Ամեն։ Հիմա Հիսուսը աղոթեց, եռանդով աղոթում էր, որովհետև զգում էր օգնություն ու ասում էր, ես չեմ հանձնվի, Աստված ինձ հետ է, ամեն բան լավ կլինի, եւ նրա քրտինքն էր, ինչպես արյունի կաթիլները, որ թափվում էր երկրի վրա, եւ աղոթքիցը վեր կացավ, ելավ իր աշակերտների մոտ, որ նրանց քնի մեջ գտավ տրտմությունից։ Այդ դժվար, այդ պայքարող աղոթքից Հիսուսը վեր կացավ։ Չասեց, վայ, մեջքս ոնց է ցավում։ Վայ, ոտքերս թմրել են, նա վեր կացավ, որտեղ նա աղոթքի զինվոր էր։ Աղոթքը դա զինվորություն է, սիրելիներս։ Աղոթքը դա աշխատանք է, որ դու անում ես Սուրբ Հոգու հետ միասին։ Երբեմն Սուրբ Հոգին այնպես առաջնորդում, քրտինքի մեջ կորում ես, որովհետև քեզանից ուժ է գնում։ Մենք աղոթքի մեջ պետք է հնազանդ լինենք Սուրբ Հոգուն։ Ոչ թե մեր խելքից աղոթենք, այլ Սուրբ Հոգու ձեռքից բռնենք, ինքն էլ մեր ձեռքը, ու մենք աղոթքի մեջ հարատևենք։ Ամեն։ Հիմա Հիսուսը եկավ ինչ ասում աշակերտներին, քնած էին նրան։ Հասկանալի է։
Поддержка, группа поддержки, չօգնեց։ Իրանք թմրեցին։ Հետո Հիսուսը ասեց նրանց. ինչու եք քնում։ Վեր կացեք, աղոտ կարեք, որ փորձության մեջ ընկնեք։ Այսօր ես ուզում եմ սիրելի եկեղեցի ասել. եկեք վեր կենանք, հոգու մեջ, վեր կենանք ու աղոտ կանենք, որ փորձության մեջ ընկնենք։ Վեր կենանք, ամեն, ոչ թե թմրած լինենք, ոչ թե թուլացած հիասթափված լինենք, այլ ոչ թե չգիտեմ ուրիշների կյանքով տարված լինենք, մեղադրանքների մեջ։ Եկեք վեր կենանք, աղոտ կանենք, որ փորձության մեջ ընկնենք։ Ուրեմն, երբ մենք փորձության մեջ ընկնում ենք, աղոթքի բացակայության պատճառով ենք ընկնում։ Համաձայն եք։ Էլ ոչ մեկից մի նեղացիր, Աստծուց էլ մի նեղացիր։ Աստված ասել աղոթ կարի փորձության մեջ չընկնես։ Դու չես աղոթում, ընկնում ես անդադ փորձության մեջ։ Ով կփոխի քո կյանքի իրավիճակը, դու պիտի որոշում անես, ու այսօր պիտի որոշում անես, որ Տեր օգնիր ինձ, որ ես աղոթեմ, սովորեցնի ինձ։ Ու ես հավատացած եմ, որ բաները կփոխվեն։ Ասում եմ, որ մի կաթիլը, որ անդադար կաթում է քարի վրա, ինչ է անում, նա ծակում է այդ քարը, ծակում է։ Այդպիսի ազդեցություն թողնում է աղոթքը, անդադար աղոթքը, կայուն աղոթքը։ Մատթեոսի մեջ Հիսուսը 26-րդ գլխում ասում է՝ մի ժամ էլ չկարողացաք ինձ հետ աղոթել։ Այսինքն մեր աղոթքի մինիմումը դա մի ժամն է, մինիմումը։ Գնացեք այսօր ու ասեք Տեր, օգնիր, որ ես աղոթեմ։ Աղոթեք լեզուներով չեք կարողանում, որտեղ ես գիտեմ դա։ Ես խմբակներում օգնում եմ մարդկանց։ Մեկի տեսնում եմ թմրեցին։ Սիրելիս մի հատ վերկաց, մի հատ բարձր աղոթի, տիբի։ Դու լսում ես դու ինչ ես աղոթում։ Մենք ոչ թե լեզուներով պիտի խոսենք, այլ պիտի հոգով աղոթենք։ Հոգով։ Երբ հոգին այստեղից գալիս է, զորություն ազատագրվում։ Հիսուսը Հովհաննեսի 7:38-ում ասում է, որ նա որ ինձ հավատում է, ով որ ինձ հավատում է, իր որովայնից, կենդանի ջրերի գետեր պիտի բխի։ Այսինքն զորության էպիկենտրոնը որտեղ է։ Քո ներսում է։ Ուզում է զորությունը ազատագրվի, սկսի աղոթել։ Բաց թող, որտեղ երբեմն այդ ճանապարհները խցանված են, որտեղ երկար չենք աղոթում, հարատև չենք աղոթում, դա մեղադրանք չէ, դա ուղղակի հանդիմանություն է քաղցր։ Ամեն, որովհետև մտածում ենք, երեխան մտածում է մամաս կաղոթի, ամուսինը մտածում է կինս կաղոթի, աղոթքը դա տղամարդու գործը չի, բայց պիտի դա փոխվի, մեր հայ տղամարդիկ պետք է հայտնի դառնալ աղոթքի միջոցով, որ աղոթքի մարդիկ են։ Հայ կանայք պետք է աղոթքի մարդիկ դառնալ։ Երեխաները աղոթքի մարդիկ պիտի դառնալ։ Այս վերջերս մեր քույրիկներից մեկը 2 տարեկան երեխա ունի, որ այցելիցի ասեց, գիտես, ես ասեցի, դու աղոթում ես երեխաների համար, ասեց, հա, փոքրիկին էլ որ քնացնում միշտ աղոթում ենք, ասեց, մի անգամ քնացրեցի, հոգնած է բանը ծածկեցի, իրան ինքը որ դեռ չի լավ խոսում, սենց անում, մամայի չուստվեց, յանին բաղոտ կա, պատկերացնում եք, չէ, ու մա իր հանդիմանություն զգես, աս պատկերացնում ես, երեխան չի կնում, մինչև չաղոթեմ իր համար, ինչ լավ սովորություն, մեր Հայաստանը պետք է աղոթքի ձայնով ողողվի, պատկերացրեք, որ եկեղեցիները սկսեն արթուն աղոթել, իրաց դիրքի համապատասխան աղոթել, ինչ եք մտածում, դևերը կմնան, կփախնեն, քո տնից կփախնեն, ամեն։ Գիտեք, ես մի գիրք եմ կարդացել բարեխոսական աղոթքի մասին, որտեղ հեղինակը խորհուրդ էր տալիս, որ աղոթել երեխաների մահճակալների ձեռքերը դնել, աղոթել իրերի վրա, շորերի վրա եւ այլն, պատկերացնում եք։ Դեռ շատ հետաքրքիր վկայություններ կան, ես կիսվեցի իմ ընկերոջ հետ եւ իր կնոջ հետ, իրանց երեխան պարզվում է իրանց տղան։ Փոքր ժամանակ եկեղեցի գնում էր, որ մեծացավ համալսարան ընդունվեց, դադարեց գնալ եկեղեցի, մոդեռնի մեջ խորացավ եւ այլն, ու ինքը անդադ ասում էր, խնդրում եմ դու էլ աղոթի իմ տղայի համար։ Ես այդ որ բանը իմացա, իրան ասեցի, ու գիտեք, նենց հետաքրքիր բան կատարվեց։ Մի անգամ իր տղան գնում է ուրիշ երկիր ու բացակայում է տնից։
ու այս եղբայրը մտնում է իր տղայի սենյակը եւ սկսում է ամեն նոր աղոթ կանել լեզուներով։ Ամեն նոր իր տղայի բացակայության ժամանակ։ Ձեռքերը դնում է իրերի վրա, պատկերացնում եք, երբ տղան գալիս է, մտնում է իր սենյակը, ասում է, պապա, դու այստեղ աղոթել ես, դու իմ սենյակում աղոթել ես, ինչու որտեղ մթնոլորտը միանգամից փոխվեց։ Ու այդ տղան, որ ռոկա լսում, չգիտեմ ինչ երաժշտություններ լսում, ինքը հոգու մեջ զգաց, որ մթնոլորտը փոխվել է։ Աղոթքը փոխում է մթնոլորտը, իմ սիրելի բարեկամ։ Աղոթքը զորից, երբ մարդը չի աղոթում այն ժամանակ, որ չգիտի աղոթքը իրան ինչ է տալիս։ Ինչ արդյունավետ բան է Աստված մեզ, եթե այդպես չլիներ, ինչու Հիսուս ասում է աղոթ կարեք, արդյոք եղեք աղոթ կարեք, որ գործության մեջ չընկնեք։ Պողոս Արաքյան ասում է անդադար աղոթ կարեք։ Հասկանում եք, աղոթքին շատ մեծ տեղ է, աղոթքը դա կրոնավոր գործողություն չէ, որ ասենք ասում են, հայր մեր անգիր ասեցին գնացին, ու մտածեցին, որ մենք աղոթ կարեցին։ Աղոթքը անգիր առած խոսքեր չէ, աղոթքը այն խոսքերն են, որ հոգուց այն զորությունը, որ հոգուց է գալիս։ Ու մի բան ասեմ ձեզ, ես երեք մտածում այս խոսքի վրա, Հովհաննեսի 7:38-ի վրա, որ Հիսուս ասում է այստեղից կյանքի կենդանի ջրերի գետեր պիտի հոսեն։ Ու ասեց մտքիս մեջ եկավ բանը հիդրոկայանը։ Ու ասեցի դե եթե այստեղից հոսում է, ուրեմն ուժը չէ բերում։ Ինձ հետաքրքիր է մի հատ նայեմ բանը ինտերնետում ոնց է հոսանք արտադրվում։ Ժողովուրդ ջան, գիտեք դեռ ինչ է գրված։ Հոսանքը արտադրվում է այն ժամանակ, երբ ջրի շարժ կա։ Ջրի շարժ։ Հասկանում եք ինչ։ Ջրի շարժ։ Սկսին աղոթ կանել, որ այդ ջրերը, կյանքի ջրերը սկսեն շարժվել։ Որ զորություն ասկան։ Ես ինձ պայթում եմ ասում, Տերիմ Աստված, ես ինչ պարզ բան եմ։ Սենց էլ գրել եմ, որ էլեկտրոէներգիայի աղբյուրը ջրի շարժումն է, ջրի շարժումն է։ Պատկերացնում, եթե ջուրը կանգնած է, դառնում է ճահիճ։ Եկեք շարժենք կյանքի ջրերը։ Շարժենք, թե չի շարժենք։ Դու մի սպասի, որ քո հայվանը պիտի աղոթի, կամ մոյու աղոթի, որ քո ջրերը շարժվեն, ոչ։ Դու երբեք համաձայն չես լինի, որ հովիվը խորոված ուտի, դու էլ կշտանաս։ Ասես չէ, պատարը տվեկից ես պիտի ուտեմ։ Դրա համար սիրելիներս, Աստված ու մի թարգմանություն էլ ես գտա, որը Հակոբոսի 5:16 ասում է, որ արդար մարդու աղոթքը կարող է շատ բաներ անել գործողության ընթացքի մեջ։ Այսինքն, երբ դու աղոթում ես, այն ժամանակ բաները կարող են փոխվել։ Ամեն։ Ուրեմն, երկինքը բացվում է, երբ դու սկսում ես աղոթ կանել։ Երբ ես մեկի հետ հանդիպել եմ, ու որտեղ շատ հիմա լցված եմ, ես աղոթքի ընթացքի մեջ, մենք բոլորս մեր եկեղեցում հատուկ ժամանակ ենք վերցրել, աղոթում ենք, նորից ուսմունքով կիսվում ենք, որ ամբողջ եկեղեցին մտնի աղոթքի շարժի մեջ, որ աղոթքը չմնա 2-3-ի ուսի վրա։ Պատկերացնում եք, ու ես քուրիկին ասում եմ, դու ոնց եք անձնական աղոթքը, ինքը ասում է, գիտես ինչ։ Ես իրան ասում եմ, աղոթքը այսպես է գործ անում, այսպես է, ասում է, ես այդ ամեն ինչը գիտեմ։ Գիտեմ, բայց չեմ կարողանում աղոթել։ Ու գիտեք ես իրան ինչ ասեցի։ Ես անգամ չասեցի, արի ես քո համար աղոթեմ, ասեցի կգնաս, միան թույլ խնդրիկ թող քո ամուսինը քո համար աղոթի, որտեղ ամուսինը կնոջ գլուխն է։ Քահանա է ընտանիքում։ Եթե կինը կկարանում է, ամուսինը աղոթի, որ կինը զորանա։ Ամեն։ Ուրեմն եկեք այն բաները, որ մենք հասկանում ենք, որ կարևոր ենք, սկսենք դա անել։ Սկսենք դա անել։ Ամեն։ Հալելույա։ Ու ուզում եմ ավարտել նրանով, որ ինձ շատ անգամ տխրեցնում է մի բան, որ երբ մարդուն հորդորում ես կանգնել աղոթքի մեջ, ասում է ես ժամանակ չունեմ։
Ես շատ զբաղված եմ։ Ու ես հարց եմ տալիս, կներեք, բա Հիսուս Քրիստոսը կարող է պարապեր։ Մենք ձեզ հարցրենք, պարապեր, այդքան մարդիկ իր հետևից գնում են, ամեն մեկի պիտի ծառայեր, պարապ չէր։ Եկեք նայենք մի հատ Դանիելին, եկեք նայենք Դավիթ թագավորին, պարապեր, թագավոր Դավիթը, վարչապետ Դանիելը, պարապեին իրար, պաշտոնական դիրք ունեին, պատասխանատվություն ունեին, խորհրդատվություն պիտի անեին, ծրագրավորում պիտի անեին, պարապ չէին, բայց ինչ աղոթող մարդիկ էին, գիտեք ինչու, մենք մտածենք, ինչու իրանք, ինչ է, այդքան գործի մեջ, իրանք չեն կարող ասել, նենց հոգնել եմ, ես որ առանց աղոթքի պարկել, հա, պարկի, բայց զորություն չի ազատագրվի, այստեղ մի գաղտնիք կա, նրանք ովքեր աղոթքի մեջ հարատևում են, նրանք ովքեր սիրում են աղոթել, նրանք սիրում են Աստծուն, նրանք սիրում են Աստծուն, որտեղ աղոթքը առաջի բանը աղոթքի, հանդիպում է Աստծո հետ, հանդիպում, ես այսօր մակի հրճակում եմ ձեր յուրաքանչյուրի կյանքի վրա, որ ձեր հոգու մեջ այդ սերը բորբոքվի, որ դուք ասեք, Տեր ուզում եմ քեզ հետ հանդիպել, ուզում եմ, որ դու խոնարհության դիրքից ասես, Տեր ես քո կարիքը շատ ունեմ, ես ուզում եմ քեզ տեսնել, ուզում եմ, շատերը ուզում են տեսնել զորություններ հրաշքներ, ինչ որ մեկը իրանց համար անի, բայց մենք ծույլ լինենք, սպարենք միայն, սիրելիներս, եկեք պասիվ չլինենք, ամեն երեստիկ ծնված մարդը, ով որ Սուրբ Հոգու տաճար ունի, պատասխանատվություն ունի, զորություն ունենա, մարդկանց համար բարի խոսել, մարդկանց համար կյանք դնել, ու եթե այսօր Սուրբ Հոգին քեզ ասում է, ինչ որ բաներ, որտեղ դու պիտի փոխվես, ավելի լավ է դու խոնարհվես, ավելի լավ է դու ապաշխարես, որ այստեղից փոխված մնաս, որ այն դերերը, որը քեզ խանգարում են, հսկում են, խաբում են, այսօր իրանք պարտվեն ու դու հաղթող ես։ Մեզ պետք է հասկանալ աղոթքի կարևորությունը, որ դա լինի առաջնայինը մեզ համար, առաջնայինը։ Ես հիշում եմ Ջոյս Մայերը քարոզների մեկում նա այսպես էր ասում. արթնանալուց հետո ես մտնում եմ իմ սենյակը ու աղոթք եմ անում։ Երբ իր երեխաները փոքր էին, արթնանում էին, մամային չէին գտնում, որովհետև սոված են, մասնա գալիս են, դուռը ծեծում, ասում են, մայրիկ մենք սոված ենք։ Ու ինք ասում են, երեխեք ջան, ձեզ համար լավ է, որ ես սկզբից աղոթեմ, հետո գամ ձեզ համար նախաճաշ պատրաստեմ, որ չպարկանա, որ համբերատար լինի, որ սիրով ամեն բան անի, ձեզ համար լավ է, և մայրը աղոթում է, այո, ասում հարկ է, ինչ հիասքանչ է մեր Տերը, ինչ հիասքանչ է, չեք կարող մի բաներ չհիշացնել ձեզ, մեր շատ սիրելի Հոգիչոյին, որ այսօր վայելում է երկնային արքայությունը։ Դուք գիտեք, որ ինքը բարձրացել է այդ ժամանակ, երբ Կորեան աղքատ էր։ Գիտեք, իրան ուսմունքներին շատ օգնել է, որովհետև ես գիտեի, որ ինքը ոչ թե հարուստ Եվրոպայի քարոզիչը չէր, այլ աղքատ Կորեայում, որ պատերազմից հետո, ինչպես մենք, մեր Հայաստանը, նեղության ու կարիքի մեջ էր, ու ինքը ասեց, աղոթքը փոխեց, աղոթքը բերեց արթնություն, աղոթքը փրկություն բերեց, աղոթքը զորություն ազատագրեց շատ մարդկանց փրկության ու բժշկության համար։ Ու երբ իրան հարցրեցին, կարող եք ասել, ձեր հաջողության գաղտնիքը որն է, ինքը ասեց համար 1 աղոթք, համար 2 աղոթք, համար 3 աղոթք։ Ու մի
տանջված չընկեք աղոթքի մեջ։ Դու շատ ես տանջվել այդքան աղոթելով։ Ու հայրը նստացրեց տղաներին ու ասեց. տղաներ, տեսեք, այս եկեղեցին աշխարհի ամենամեծ եկեղեցին է։ Այս շենքը, տեսեք աղոթքով ա եկել։ Ու ինքը թվարկեց այն ազդեցությունը, որը իր եկեղեցին, իր ծառայությունը արել է ամբողջ աշխարհի վրա։ Սիրելիից, մենք այսօր նայում ենք շատերին, որի միջոցով Սուրբ Հոգու զորությունը գործում է, ուզում ենք կպնել դրան, բայց ես ուզում եմ խորհուրդել ձեզ, դու էլ կպի զորության աղբյուրին, որը քո մեջ է, թույլ որ այդ ջրերը շարժվեն կյանքի, դու կփոխվես, քո շուրջը կփոխվի, ում դու կդիպչես, նա կփոխվի, ամեն։ Հալելույա, ես հավատում եմ, որ այս փոքր խոսքը, որով ես այսօր կիսվեցի ուղղակի իմ սենց հավատքով լցված սրտից, որտեղ ես ինչ-որ ձեզ փոխանցում եմ, ես դրա մեջ եմ, ես դա անում եմ, ու իզուր կլինի, որ ես գեղեցիկ բաներ ձեզ սովորեցնեմ, բայց ես ձևական կյանք ապրեմ, դա շատ անընդունելի է, դա ձևական օգյանի ծավալ է, թող Աստված մեզ բոլորիս դրանից հեռու տա, որ մենք ունենանք անկեղծ հավատ,